Аккуратно с красным бантом я обертку развяжу. Аппетитно, очень сытно, эта форма все влечет. Ароматный и приятный получаю я зачет. Enim cahilությունը հիշում եմ։ Այն առաջվա երկեիցն է։ Я шоколадный заяц, я ласковый мерзавец, я сладкий на все сто. Այսպես կյանքս այսպես անցեմ կասեմ տատի հետ։ Տատի ցավը տանեմ, ամեն ինչն տատի հետ ես իմ գործերն անում եմ։ Շատ լավ երգ է, այն մեր իսկական իմ ջահել ժամանակվա երգն է, այդ երգերը միշտ պահում եմ, հա։ Սիրում եմ, երաժշտությունը շատ եմ սիրում։ Լորվա Մղարդ գյուղի այս բակում ժամանակը կարծես կանգ է առել ու ժամանակի խճանկարը երիտասարդական ռիթմով պտտվում է 80-ամյա Տարոն Պապի ու Ազիկի մեջ, որին նա Վիլիս է ասում։ Այս մեքենան ու հնչող երաժշտությունը նրա համար պարզապես մետաղ ու ձայն չեն, այլ հետադարձ տոմս դեպի այն տարիները, երբ սերն ու կյանքը նույնքան վառ էին, որքան Սարալանջին փռված գյուղի ամռան կիզիչ արևը։ Տարոն Պապի համար աշխարհի կենտրոնը իր բակն է, իսկ կյանքի գլխավոր առանցքը իր գեղեցկուհի Անահիտը, ում հետ արդեն կես դարից ավել ընկերություն է անում։ Առաստատի ես ոչ մի տեղ չեմ կարող գնամ։ Ես մի գնում եմ երեխեքին օրինակ կարոտն եմ տենում եմ որ մի քիչ ուշացել են։ Ես առաստատին տատին կողքիս եմ դնում, ավտոն նստեմ, գնում եմ երեխեքին տենում եմ, ես առաստատի ոչ մի տեղ։ Հա։ Ուղիղ 57 տարի։ Ամսի 7-ին մեր Հարտանիքն է եղել այդ մարտի 7-ին։ 70 թվին անու։ 56 տարի արդեն։ 56 տարի ես ու տատը միասին իրար հետ ընկերություն ենք անում։ Անոն Տարոն Պապի Անահիտը թեև այսօր մի քիչ վատառողջ է ու խուսափում է տեսախցիկներից, բայց նրա ներկայությունը զգացվում է ամենուր, Պապի ամեն մի հայացքում ու խոսքում։ 56 տարի շարունակ այս Վիլիսի նստատեղին Անահիտից բացի ոչ ոք չի բազմել։ Տարոն Պապի համար ընկերություն անելը սովորական բառ չէ, դա ամեն առավոտ իրար ժպտալն է, դժվարությունները կիսելն ու նույնիսկ 80 տարեկանում սիրած էակի համար ջահելական երգեր միացնելն է։ Բայց Տարոն Պապի կյանքում կա ևս մեկ հավատարիմ ընկեր, որին նա երբեք ու ոչ մի պայմանով չի դավաճանի։ Իմ ընկերը կայնած է, ռադիատորը ծակվել է, սորես այս քշին եմ, հա։ Ծակվել էր իր անտիֆրիզը թափել էր, բան, աշխատում է, բայց դե պետք է հենց անեմ իմ 100 տարվա հնգերն է։ Ուր գնացել եմ իր հետ ենք գնացել, բայց սա ոչ մի անգամ ինձ պատվադից չի արել։ Սրանից մի 10 օր առաջ մեկն եկավ թե ուստա ջան, անես ավտոն քեզ 07 էր, այդ դու ասեց ականդազը վեր ունեմ ինչ անեմ։ Այն մարդին մի քիչ վատացավ թե ականդազը որնա, ասի դա թե, ասի խլամ ավտո, քո ավտո վեկալ, իմ աղա ավտոյի դու գործ ունես թող գնա։ Այսպես է որ կա Մղարդի այս բարձունքում ոչինչ ու ոչ ոք չի վաճառվում ու չի փոխանակվում, ոչ 56 տարվա անդավաճան սերը, ոչ էլ ճանապարհների փորձություն անցած հին ընկերը։ Տարոն Պապի համար 07-ն ու ժամանակակից փայլը ոչինչ են իր Վիլիսի հզորության ու հարազատ ձայնի դիմաց։ Երկու կտոր փետ ջարդեմ։ Արդեն վախտնա պետք է վառելու, վառածա, բայց մեծացմանելու։ Ու հետա անցկենանք, հա, տանեմ, տատիկը չմրսի, տատիկը որ մրսեց, էլ ես արդեն չեմ կարա, առանց տատի ես չեմ կարա ապրեմ, հանկարծ չհիվանդանա տատիկս։ Տատին լավ ես նայում։ Առանց նայել ոնց կլի, ամեն ինչն էլ, տեղը տեղին նայեմ եմ տատին, որ հանկարծ հիվանդանա էլի միջև իր երեխեքը գալն արդեն ես լավ էլ տիրություն եմ անում տատին։ Հլա որ ջերս լավ է, կարում փետը ջարդեմ, ամեն ինչն անեմ։ Ես դնեմ ընդյան քոթուկներ բերեմ, երկու հատ քոթուկ էլ ջարդեմ ու արդեն լավ գալի։ Ես ամի փետը ջարդեմ, ջերվել տանեմ լավ ու տասնեմ խմացնեմ,
պետք է վարած պլեճն անեմ։ Ես էլ մեր փետը։ Անո ջան պետք է վառնեմ, չէ՞ հլա։ Էնա բերեմ իմ փետը։ Այս ինչ։ Եկեք ժողովուրդ ջան։ Այստեղ Տարոն պապի օջախում կյանքը պարզ է ու անկեղծ։ Եթե ձեռքիդ ուժ կա, պիտի փայտ ջարդես, իսկ եթե սիրում ես, պիտի այնպես անես, որ կողքիդ մարդը երբեք չմրսի, ոչ ցրտից, ոչ էլ միայնությունից։ Տարոն պապի տիրություն անելը հենց դա է, լինել հենարան, երբ ուժերը մի փոքր դավաճանում են ու սեփական ջերմությամբ լցնել այն ամենը, ինչը պակասում է։ Ուզում եք մի քիչ կայանաք, սպասեք, մի հատ լավ խորոված անեմ ճամփու դնեմ ձեզ։ Անո, ես իշխեմ ներքև գնամ, երեխանցմա կամպոտ բերեմ։ Հա, ես եկոպին պապ։ Հա, բայց որքը ինչ կամպոտ, երեխտերամ, ժողովուրդ ջան, ինչ կամպոտ եք ուզում։ Ինչ սիրտը տալիս է պապ։ Հա։ Դե ես գնացի, Աննա գնամ կամպոտ բերեմ, կամ։ Հոնիկան կամպոտա, լավ կամպոտա։ Քաղողնել եմ ես, փագողնել եմ ես, բայց մինչև փագին էլ է որ արդեն բան արել, այդ արդեն տատիկն այլ։ Զագատնել ես եմ արել։ Տատիկին չեմ թողացել, որ չարչարվի։ Գնացինք ժողովուրդ ջան, տատին էլ ստանենք տանք թող բաժան անի։ Հա, տատին սոր չկարացինք խոսացնենք նկարենք։ Մի քիչ հիվանդ է։ Հա, բայց դե ոչինչ։ Այս վիրուսներից հանգել մի քիչ հիվանդ է, բայց դե ես մեռած չեմ, էլի տատին ամեն չով ես նայում եմ։ Անաստատի ես չեմ կարա։ Մինչ պապը մառանից տուն կհասնի կոմպոտը ու արդեն մեզ համար սովորություն դարձած կոմպոտների համտեսը կսկսենք, ասենք, որ Տարոն պապի ես մեռած չեմը պարզապես արտահայտություն չէ, այլ երթում, լինել կողքին մինչև վերջ պահել օջախի կրակն ու մառանի լիությունը, քանի դեռ սիրտը բաբախում է երիտասարդական ավյունով։ Նրա համար դժվար չէ ոչ հոն քաղելը, ոչ էլ ձմռան պաշարը սեփական ձեռքերով զակատ անելը, միայն թե Իրանոյի դեմքին մի փոքր ժպիտ տեսնի։ Այդ ինձ 56 տարի է, ես տատի հետ իմ ամբողջ կյանքը անց եմ կացել ու ուզում եմ, որ ամբողջ մեր ժողովուրդը, մեր հայ ժողովուրդը ապրեն ամենքն իրանց զույգի հետ, ունենան, ծնեն, ծաղկեն, զորանան, մեկ էլ ես ջահել տղեկ ունենք, անց են կացել մինչև 30 տարեկանը, 35 տարեկ, չի կարելի, պետք է ամուսնանան, Տուն ու տեղը ստեղծեն, սաղ ջահելություն է, պարապ չեն մնամ, ճիշտ է, աշխատում են ամենքը մի կողմ, բայց այդ ամուսնությունն էլ է պետք, մեր հայ ժողովուրդը գոնե մի քիչ շատանա, մեծանա։ 80-ամյա մեր զրուցակցի բարեմաղթանքները պարզապես խոսք չէ, այլ սեփական օրինակով ապացուցված պատգամ սիրել կյանքը, շարունակել տոհմը ու թույլ չտալ, որ օջախի կրակը երբևէ մարի, որովհետև ինքն էլ այս տարիքում պահում ու պահպանում է հայրական տան օջախի ծուխը, ամեն առավոտ բոլորից ու ամենքից շուտ զարթնելով, պարապ չնստելով, տունն ու տնտեսությունը շենացնելով։ Մեքենա ունեմ, մեքենայի վրա աշխատում եմ, տենում եմ այն մեքենայի Կալյոսը լավը չի, այն մի բանը լավը չի, օրս անց եմ կացեմ, զբաղվում եմ, ներս եմ մտնեմ, մեկը մի բան հավուզեմ, ընկերներիցս գալիս են, ես էլեկտրական գործեր եմ անում, բան, պարապ չեմ մնում։ Այգի, հա, հեսա մի արդեն ժամանակն է, դե ձունը նստած է, հեսա ձունը օրերը լավանում է, հեսա բանը, հողը փորելու վաղթն է, պետք է արդեն ցանենք, կարտոլի վաղտնա ցանելու, ծաղիկ բան ստեղծում են։ Հա, խնդրում եմ ամառվա կողմը մի հատ կգաք, կտենաք պապի տունը ոնց է։ Համի դե արդեն ձունա ոչ մի բան մասշուրչյանը։ Ձյան տակ թաքնված ծաղկանոցն ու վաղվա ցանքսի հույսը Տարոն պապի կյանքի շարժիչն են։ Նա չի սպասում խնամքի, նա ինքն է խնամում իր տունը, իր մեքենան ու իր Անահիտին։ Ու քանի դեռ այս լեռներում լսվում է նրա Վիլիսի ձայնն ու վառարանի թեժ կրակը, կյանքը այստեղ շարունակվելու է իսկական պարզ ու հարատև։ Ձունը որ վեր կենա, արդեն որ հալվի, կարտոլը մի կողմն է, այսքան տեղը։ Լոբին մի կողմն է Են գարուխը մի կողմնալ եմ, կանանչի, բանը, բազուկա, բան, ամեն ինչ էլ եմ ամառվա սեզոնին, ով էլ չի ունենեմ, որ գալիս են հեռու տեղից բան, ով էլ չի ունեմ, ասում եմ ես ունեմ, եկեք, վեկալեք, ես մի փունջ
բանը, ես մի փունջ վերջ այդ կանանչիա, ինչա, ուտելու է, բանա, ոբշեմ, իրանց տալիս եմ, ասում եմ, ամեն ինչ ունեմ, եթե պետք է էլի կգաք։ Աստված մեզ տվել է, պետք է մարդ, պետք է մեկը մեկուն հարգի, մեկը մեկուն սիրի, նախանձություն բան չպետք է լինի, այդ հենց պետք է մեր ժողովուրդը մեկը մեկու հետ ապրի։ Ու նրա աշխարհում չկա նախանձ ու չարություն, կա միայն հողի հանդեպ պաշտպանունք ու մարդուն սիրելու անսպառ կարողություն, որն էլ հենց նրա տան օջախը միշտ մարդաշատ վառ ու շեն է պահում, բայց մղարտն էլ հարևան մյուս գյուղերի նման դատարկվում է ու դատարկվում։ Անկախությունից հետո ինչ խոստումներ ասես, որ լոռու գյուղացիները չտեսան, բայց այդ խոստումներից ոչ գյուղերը զարգացան, ոչ էլ մանավանդ արտագաղթը դադարեց։ Աշխարհասփյուր դառնալու քամիները այստեղ էլ հասան ու մղարտի երիտասարդները ցրվեցին աշխարհով մեկ։ Այս հարցում օգնություն չեղավ ոչ իշխանափոխություններից, ոչ էլ մանավանդ վերջին հեղափոխությունից, բայց պապը այն մարդը չի, որ անտեր ու տխուր թողնի հայրական տունը։ Սաղ փագած այդ տները, մարդ չկա։ Այս արանքը մերկու տունա, ամենքինած երեխեքի մոտ են գնացել, քաղաք են գնացել ամենքինած, բայց ես էլ տունել ունեմ այնտեղ, տեղել ունեմ 3 հատ տուն կա, 3 տեղի, 3 ոբշեմ, ես չեմ կարա, իմ պապական տունն է սա, ստեր կմնամ։ Մինչև իմ կյանքի վերջը։ Գյուղից ես ուր գնամ, ոչ մի տեղ, գյուղի համը ուրիշ է, լավն է գյուղը։ Դուս ես գալի առավոտ մաքուրոտ, առաջի ծիտրան դեղ ծլվել եմ, ընդեղ աղունիկն افرفرեմ, ամենքն իրանց շատ լավ է, քաղաքը ինչ անես գնաց, ով էլ որ քաղաք գնացել, կամանց արդեն խելքները հասնում է, հետ են դառնում, հետ դառնալը միշտ էլ լավ է, գյուղերը թող միշտ հավաքվեն, գյուղերը չդատարկվեն, գյուղը եթե թողիր, վсё, մենք առանց գյուղի չենք կա, ինչ էլ ապրում ենք գյուղով ենք ապրում, հողով ու ես չգիտեմ ծառերով ու անասնապահությունով բանով ենք ապրում, ժողովուրդը արդեն կամանց գյուղի վրա գալիս։ Քաղաքի հարմարավետությունն ու 3 որդիների տան դռները նրա համար միշտ բաց են, բայց պապական տունը ու առավոտյան ծտերի ծլվլոցը նրա համար թանկ են ամեն տեսակ շքեղությունից։ Նա հավատում է գյուղը դատարկվելու իրավունք չունի ու իր օրինակով ապացուցում է, որ մարդու ուժը հենց իր արմատների մեջ է։ Տարոն պապը վստահ է քաղաք գնացողները վաղ թե ուշ հետ են դառնալու, որովհետև իսկական կյանքը հենց այստեղ է, հողի, ծառի ու բնության մեջ։ Հիմի կյանքն այն առաջվա կյանքի նման չէ, առաջ կյանքը ձև էր որ ամենքնած գնում, մեկը խոպաներ գնում, մեկն ընդեր գնում, մեկն ստի աշխատանք կարթեն ստեղ, աշխատանքը կա, օր-նորի վրա լավանում է, օր-նորի վրա այն մի բանն ստեղծվում, այն մի բանն ստեղծվում, մարդիկ պետք է այդպես արդեն կամանց իրանց հետ են դառնում, առանց գյուղերը նուրից էր, հիմի լավն է, գյուղերի գործը լավն է, ամենքն իրանց սաղ սեփականատերեր են, հող ունեն, մշակում են, իրանց բերք ու բարիքը ստանում են ապրում են մարդիկ։ Օրը օրի վրա զարգանում է, գյուղերի գործը լավն է, այդ է ինչ, շատ լավ է։ Տարոն պապի կարծիքով հիմի կյանքը ավելի լավ հնարավորություն է տալիս, ինքը այն հին ու դժվար ժամանակներն էլ է վերապրել, բայց հիմա ամեն ինչին այլ կերպ է նայում, որ հարցնես կասի, էլ խոպանների դուռ ընկնելու վաղ չի, հողը կա, ուժն էլ կա, մնում է մարդը կամենա ու ստեղծի, այնպես որ նկատել էլ է մի քանի տարի հետո գյուղում ասեղ գցելու տեղ չի լինելու։ 100 տեղից գալիս են, հարցնում են, որ տուն ենք ուզում առնենք, տուն ենք, մեկը տուն է ուզում առնի, մեկն հող է ուզում առնի, քաղաքից են գալի, ուրիշ տեղից են գալի, բայց դե ինձ ասեն գյուղ, ոնց կարաս տունը ծախես մի տեղի, ասի ես ծախ կյանքեմ չէ, իմ պապական տունը, որտեղ որ ծնվել եմ, մեծացել եմ, սովորել եմ, ինչ, էլի ես իմ տանն եմ, իմ կյանքը պետք է իմ գյուղը մնի։ Մի քիչ նեղսրտում է, վերջին մի տարում տատը պապին նեղը գցեց, թե բա գոմդ պետքա դատարկես, ասած շատ ես չարչարվում, դե պապն էլ քանի որ սիրելի Անահիտի սիրտը կոտրել չէր ուզում, հատկապես երբ գիտեր ինքն էլ առաջվա ուժն ու եռանդը չունի, այդպես էլ արեց, կովերի քոքը իր խոսքով կտրեց, բայց հիմա մտածում է, ինչպես անի, որ գոնե մի կովի հնար գտնի։ Ես սանասուններ ունեցել եմ, հիմի գոմն էլ ազատ, հավանոցն էլ ազատ, ամեն ինչն էլ, բայց էլի էլ չեմ կարում, դժվարանում եմ առանց անասունի։ Տենանք հլա բալքամ էլի, մեր տատիկը տենանք կթողա բալքամ նորից մի հատ կովելի, որ կարենամ էլի զբաղվեմ, բայց առանց պարապ չեմ կարամ մնամ, ես պարապ չեմ կարա, ոչ մի անգամ։
Մի խոսքով Տարոն պապը երջանիկ է, որ երեխաները առողջ են, իրենց կողքին են, ինչ է մնում իրենց համով ու հոտով, իրար սիրելով ապրել մնացյալ ապրելիքը։ Առողջությունն է, մենակ առողջությունն էլի վсё։ Թոշակները բարձրացել են, ում ինչքան հասնում է կհասնեն, վատ չի։ Ժողովրդի դրությունը լավն է։ Ուղիղ մի տարի է, այդ պապիրոս չեմ ծխում։ Հա, պապիրոսը թարգել եմ, այդ փողն էլ է հետ ընկել։ Հա, մի քիչ խմում էի, այդ խմիչքի փողն էլ է հետ ընկել։ Հա, մենք մեզ մա ուտում ենք, խմում ենք տատի հետ օրներս անցկացնում։ Իմ երեխեքը սաղ ավարտած են, ինստիտուտ ավարտած են։ Ինչքան կարացել եմ, օգնել եմ, չեմ թողացել։ 3 տղա ունեմ, աղջիկս էլ ավարտած ամենքիրանց, երեխեի ամենքիրանց աշխատանքով ապրում են։ Շաբաթը մի հետ, 2 շաբաթը մի հետ գալիս են։ Բերո, բարձեքո, ամեն ինչու, պապի հիմա ամեն ինչը, տատի հիմա ամեն ինչը, բերում են, նստում ենք, ուտում ենք, խմում ենք, ուրախանում ենք, ամենքիրանց գործին են գնեմ, ես ու տատն էլ այստեղ ճամփային պահեմ, որ մեկ էլ մի 10 օրից հետո գամ։ Պապ, դուք երջանիկ մարդ համարում եք։ Բայ իհարկե, ես շատ երջանիկ մարդ եմ, իմ երեխաց այն ձևի պահել եմ, հիմիկել երեխեքս որ առաջից ման են գալի, ամենքը մի լավ գործի, լավ աշխատանքի, իհարկե ես շատ ուրախանում եմ իմ երեխեքով։ Անկեղծ ասած իմ լրագրողական պրակտիկայում դեռ չէի հանդիպել մի մարդու, ում լավատեսությունն ու կենսասիրությունն այնքան վարակիչ լինեն, որ ստիպեն մոռանալ բոլոր դժվարությունների մասին։ Տարոն պապը այնպես չի, որ խնդիրներ չունի, ինչը երևում է անզեն աչքով, բայց ինչ կարող ես անել, որ մարդը մեծ պահանջներ էլ չունի ոչ կենցաղի, ոչ ժամանցի, ոչ էլ գյուղի հաճախ ցեխոտ ու դժվար երթևեկելի փողոցներից, կիսախարխուլ տներից։ Ինքը ամեն ինչից գոհ է, ամեն ինչով երջանիկ ու անդադար ժպտացող։ Նրա համար աշխարհի ամենամեծ հարստությունը բավարարված լինելն է։ Գեդինը բաց արդեն մարտ ամիսն է, հողը արդեն շունչ առել, այս ծառերը կոկոմել են, կծաղկեն։ Ինչքան ջուն եղավ, այնքան լավ է, խոտը շատ կլի։ Իրականում Տարոն պապի պատմությունը ոչ թե գյուղական կյանքի, այլ երջանիկ լինելու արվեստի մասին է։ Նա ապրում է այստեղ ու հիմա, իրար սիրելով, իրարով շնչելով ու ամեն նոր օրը որպես մեծագույն պարգև ընդունելով։ Ու երբ հեռանում ես նրանց տնից, ակամա հասկանում ես, կյանքի համն ու հոտը թաքնված է հենց այս պարզության մեջ։ Հարգելի հետևորդ, մինչև տեսանյութի դիտումը առաջարկում եմ բաժանորդագրվել մեր էջին եւ հավանել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել եւ ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։